Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում Ռուսամետ հայրենասիրական դաշինքից 2 անգամ շատ ձայն հավաքելով։ Մայա Սանդուն այս ընտրությունները Մոլդովայի եվրոինտեգրման ճանապարհին վճռորոշ իրադարձություններ որակում, հայտարարելով Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Մոլդովայի ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն է որակում։ Կրեմլն էլ այս ամբողջ ընթացքում կոշտ էր արձագանքում։ Հակառուսական հիստերիա, որի նպատակը վերընտրվելն է, չնայած երկրի վատ թարացող տնտեսական վիճակին։ Այս ընտրություններից շատ բան է կախված մեր երկրի համար։ Մոլդովան ժողովրդավարությունն ամրապնդելու, իր տարածքը պաշտպանելու ու եվրոինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորություն կունենա։ Ընտրություններին 1.6 միլիոն մարդ է մասնակցել։ Սանդուի կուսակցությունը 50% ձայն է հավաքել եւ խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կկազմի։ Գլխավոր մրցակից հայրենասիրական բլոկը 25%-ի շեմը չի անցել։ Քվեարկության նախաշեմին Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելեց ընդդիմադիր 2 կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։ Իշխանությունը պնդում է, թե այդ ուժերը կապեր ունեն Կրեմլի հետ։ Ընդդիմությունն այս քայլերը քաղաքական ներկայացում որակեց։ Թեժ մրցապայքարից բացի այս ընտրություններն առանձնացան մասնակցության ավելի բարձր ցուցանիշով։ Ընտրատեղամասեր են գնացել քաղաքացիների ավելի քան 52%-ը։ Հուսով եմ փոփոխություն կլինի, բոլորն էլ ուզում են, որ լավ լինի, լավ աշխատավարձով աշխատատեղեր ունենանք, որ մարդիկ ստիպված չլինեն գնալ երկրից։ Կարծում եմ շատ երիտասարդներ են սկսել ընտրությունների գնալ, այդ թվում նաև ես։ Առաջին անգամ էի քվեարկում, կարծում եմ մեզ պայծառ ապագա է սպասվում։ Մենք հնարավոր ամենաճիշտ ուղու վրա ենք, ընդհանուր առմամբ բրավո, պասի օգտին եմ քվեարկել, որովհետև ուզում եմ Մոլդովան դեպի Եվրոպա գնա, որ մարդիկ լավ ապրեն։ Ես ուզում եմ դեպի Եվրոպա գնալ, որովհետև Գերմանիայում, Իտալիայում, Չեխիայում շատ բարեկամներ ունեմ, որոնք լավ են ապրում։ Ընտրություններն առանց միջադեպերի չեն անցել։ Մոլդովայում եւ այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ռումբերի տեղադրմանը հազանգեր են եղել։ 3 անձ ձերբակալվել է։ Այս միջադեպերի համար իշխող կուսակցությունից լաքները դարձյալ Մոսկվայի կողմ են թեքում։ Ընդդիմությունն էլ պնդում է, թե իշխանությունները խոչընդոտել են ընտրողների քվեարկությունն անջատողական մերձ Դնեստրում, որտեղ մեծամասնությունը ռուսամետ հայացքներ ունի։ Հայրենասիրական դաշինքի առաջնորդ Իգոր Դոդոնը ձայների հաշվարկն էլ չսկսված ընդդիմության հաղթանակի մասին էր հայտարարում։ Կոչ եմ անում վաղը ժամը 12-ին հավաքվել խորհրդարանի մոտ պաշտպանելու մեր հաղթանակը։ Իսկ արդեն հաշվարկից հետո ընդդիմությունից հայտարարում են չեն ընդունում արդյունքները։ Նախկին նախագահ Դոդոնը պնդում է, հենց երկրի ներսում ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել։ Մայա Սանդուի կուսակցությունը մեծամասնություն է ապահովել միայն Սփյուռքի հաշվին։ Մոլդովայում ընտրելու հնարավորություն ունեին նաև այլ երկրում բնակվող քաղաքացիները։ Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատականներ չտալով Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանում ապրող 100,000-ավոր մոլդովացիները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չեն ունեցել։ Ամբողջ երկրում ընդամենը 2 ընտրատեղամաս է գործել։ Ընդդիմության աջակիցներն այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում։ Մինչ ընդդիմությունը բողոքում է, եվրոպական առաջնորդները եվրոինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելու մասին են հայտարարում։ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։